Շնորհակալ։ Զգուշ։ Ապրես։ Ես էլ մի հատ քարտ եզել։ Քարտեզ մեզ էլ տվեք։ Կտանք բոլորիդ է կտանք, ահա, ես էլ քարտեզ։ Դե հաց երեխու ձեռից արդեն վերցնենք, որ Դե արի։ ահա։ Քարտեզ։ Ով էր ուզում քարտեզ, ոնց եք, շնորհակալ եմ հրավերի համար։ Վարդավակյան։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ, ես ձեզ։ Ալեն ջան։ Բարև ձեզ։ Շատ լավ։ Ես եկել եմ հատուկ շնորհակալություն հայտնեմ։ Հիշում եք, որ ասեցի մեր ասֆալտը չեն արել։ Հիշում եք։ Այնց ասֆալտ են սարքել։ Ուրա, որտե՞։ Շիրազի 65։ Հերրու է ստեից։ Ահա, գիտես, հա, ավտոկետ։ Շատ լավ է։ Այդպես շատ շնորհակալ եմ։ Այսօր ծովագյուղում, որ նախաճաշում էինք, մեր ընկերները մոտեցան, թե չմտնեք Գագարին կնեղանանք, ասում ենք, վաղուց խոստացել ենք, Քայլ ենք մի հատ Գագարինով։ քայլ ենք եղբայր, հենց մի քայլ ենք։ Տվեք, քարտեզներ, ով է ուզում քարտեզ։ Երեք հատ կտակ, երեխաներս էլ տա։ Երեխաների համար։ Բայց անպայման կտա։ Անպայման։ Նա դեռ էլի։ Ահա վարչապետ, այնքան լավ համայնք ա մեր Գագարինը։ Գիտեմ, ես շատ եմ սիրում Գագարինը։ 200 Շատ եմ երեխա ունենք։ Մանկապարտեզ ենք սարքելու։ Երիտասարդություն ունենք, ամեն ինչ ունենք։ Ուղղակի սպորտ դպրոց։ Ամեն ինչ կանենք։ Երաժշտական դպրոց մասի Խնդրեմ, եղբայր։ Անցած անգամ առանձին մենք խոսացինք, հիմա ես ուզում եմ բոլոր ժողովրդին մոտ ասեմ։ Դուք խոստացաք, որ իմ հարցով պետք է Որն է ձեր հարցը։ Իմ հարցը, որ Զորամասը տեղեկանք չի տալիս, որ ես մասնակցեմ պատերազմի մասնակցել, որ կարողանամ գնամ վիրահատությունս անեմ։ Զորամասի տեղեկանքը կախված է իրանց մոտ եղած փաստական տվյալից։ Իսկ ասենք այդ փաստաթուղթը ոնց կարող է ոչնչանալ, անհայտանալ ու չլինի։ Վիրավորում է։ Իսկ հիմա տեղեկանք են տալիս ինձ, որ ես ընդհանրապես մասնակցել եմ 3 օր, այն էլ հիվանդանոցում պարկած օրերը։ Եղբայր, դե ասում հիմա եկեք սենց նայենք։ Ես գալիս եմ ձեր մոտ, ասում եմ տվեք ինձ տեղեկանք։ Դուք ինչ եք նայում եք ձեր մոտի փաստական տվյալը։ Գտնում եք, տալիս եք ինձ տեղեկանք, չեք գտնում, չեք տալիս տեղեկանք։ Հիմա ես չեմ բացառում, որ ինչ որ սուբյեկտիվ պատճառներով անհետացել է, բայց ես բացառում եմ, որ փաստական տվյալի արկայությունը տվյալները կա արխիվում։ Եթե արխիվում կա ու չեն տալիս, չի կարա տենց բանել։ Մի հատ նմանատիպ դեպք եղավ, իրանք հանձնաժողով ունեն, հանձնաժողով հրավիրում են ովքեր վկա են եղել, ովքեր կարողանում կանչել են հանձնաժողով Ոչ մի բան չեն արել, զանգել, հետաքրքրվել են ու անհայտացել են, արդեն 3 տարի է։ Շատ լավ։ Վիրահատություններս էլ է մնացել, բուժումներս էլ է մնացել, հիմա ես տառապելով աշխատեմ, որ ընտանիք պահեմ, բայց շատ լավ, եղբայր, բայց հիմա ոնց անենք, որ այդ հարցը էլի չմոռացվի։ Պապիկյանը ափսոս այսօր մեզ հետ չէ, էլի մի հատ շատ ափսոս Պապիկյանը որտեղ չի, Պապիկյանը գիտեք ինձ ինչ կվերցնեք դաժե նամակը տունը ունեն։ Բայնա Պապիկյանը մի րոպե նամակով պատասխանել, հա։ Ինչա գրել։ Ինչ։ Ես դիմել եմ Ինչա գրել Պապիկյանին մեջը։ Ինձ պատասխանել է դու հիվանդանոցից առանց բուժվել դուրս ես գրվել ստիպողական նորից վերադարձես պատերազմի դաշտ քեզ ոչ մի բանով չեն կարող օգնել լավ էլի շատ գնացեք ստեղ ենք հլը գնացեք այդ գրությունը զանգով են պատասխանել գնացեք Պապիկյան ես կգտնեմ կներկայացնեմ չէ հիմա ստեղ եք որտե՞ղ է ձեր տունը գնացեք բերեք գնա ցավդ տանեմ ես մեծ երկրպագունացել տվեք իմ ամուսինը որ ալո պարկած է հա եղբայր բարձրախոսը միացնեմ հա լսեն կողքից թե չլսեն ինչ են խոսում մենակ ասմացավտան ինչ Մասնատող մյուսները չլսան մյուսներ լսեն թե չլսեն թո լսան դե ասեք ինչ եք ասում հա առաջնա ինքին խնդրանք ունի ահա ընտի տուն չունի ահա մի հատ իստե Գագարինի տուն կա ահա քաղաքապետին հարուստ գնացին եմ ասեմ կտամ չի տալիս բայ տուննա
Էտում տունն է։ Դուք ապրում եք այդ տանը հիմա։ Պարոն Մարզպետ, ուրիշ տեղ որտեղ։ Դե ձեր անունը ինչ է, խալո է, հա? Խալո։ Խալո։ Ձեր ազգանունը ինչ է։ Պարոն Ավագյան, տեսեք, եղբայր, հիմա տեսեք, ընտրական շրջան է, այս շրջանում օրենքը մեզ արգելում է նյութական եւ այլն խոստումներ տալ, չեմ կարող ոչ մի բան ասեմ, բայց մարզպետն է կողքսա պիտի լսի, որովհետեւ մենք պետք է հասկանանք, այդ տունն է, ինչ է, ինչ իրավական հիմքեր կա եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ? Դե ասում եմ, օրենքը արգելում է, որ նյութական խոստում տամ, չեմ կարող որևէ նյութական խոստում։ Հենա, կողքից տենց իմացող մարդիկ կան, ասում են ուրիշի սեփականությունը։ Բա ասում են ուրիշի սեփականությունը, բա դա ոնց կլինի։ Բա ուրիշի սեփականությունը ոնց վերցնեն։ Դե մարդիկ որ ասում են, բա ես ինչ հիմք ունենամ, հոսուտ չեն ասի։ Չեն ասի, սխալ բան, մանավանդ սենց պայմաններում ոնց կասեին սխալ բան։ Որտեղ եք, հիվանդանոցում եք։ Բա խի առողջության ապահովագրությունով մարդուն չեք տանում նորմալ բուժում։ Ինչի։ Եղբայր առողջության ապահովագրություն ունեք, գնացեք ստուգվեք, բա այդ ծրագիրը նրա համար են կարևոր տանը, թոքաբորբով ով է տանը պարկում։ Տիկին Ավանեսյան, թոքաբորբը առողջության ապահովագրության մեջ մտնում է։ Գնացեք հիվանդանոց, չեղավ, այդ թոքաբորբը կոնկրետ առողջության ապահովագրությունով կառավարության ֆինանսավորման բուժվում է։ Դա նենց հիվանդություն չի, որ տանը պարկեք բուժելով, տարեք հիվանդանոց։ Եղբայր պայմանավորվեցինք, գնացեք, բանը ծախս չեք անելու, գնացեք բուժվեք։ Շատ լավ։ Եղա։ Հա, եղբայր։ Հաճույքով։ Գագայնի հետ նկարվենք, գեղափոխության ժամանակ ձեր ծնողներին այնտեղ չթողեցիք, հարցրեցի բանը, ուր եք գնում, ասեց հեղափոխություն, ասես այդ մեկ ինչ անեք։ Ճիշտ, ինձ պատմել են, շնորհակալ եմ։ Չէ, պալիտ են, արել որ Նիկոլա, չէ, պետք անպայման աշխարհը տենա, որ ես Նիկոլա կա։ Եղբայր ես վերցրեք։ Մեծ նկարվես։ Ես է։ Ահա, արի դե եղբայր, որ տենց ուզում ես բացահայտ Երևա։ Հա, որ ամբողջ աշխարհը ունեմ, տվեց։ Հա։ Նկարում եմ սա։ Շատ լավ, Աջа, да, конечно. Товарищ Пашинян, я участница войны, с Первой Карабахской войны. Значит, я была в отряде смертников во главе с Вазгена Саркисян, служила в 5-й бригаде. Сегодня я являюсь инвалидом войны. Я стою на квартирном учете в Минобороны. Уже 19 лет. У меня даже в общежитии ничего нету. Я осталась без ничего. Я хочу, чтобы вы мне... Я одна осталась. У меня квартирный вопрос. Հերթեմիչն պաշտպանության նախարարություն։ Որտեղ աստեղա թե երկր։ Я стою на квартирном учете с 2006 года. Տեսեք, մենք հիմա էսա կառավարության որոշում ենք ընդունելու, որ բայց ես չգիտեմ դա նույն հերթացուցակն է թե չէ, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը բոլոր ամբողջը 4 տարվա ընթացքում մենք պետք է լուծենք, բայց ես չգիտեմ, այ այդ ես չգիտեմ այդ նույն ցուցակն է։ Я с Тувелем Тухтера передала Папикяну, բայց ответа нету, я уже инфаркт перенесла. Просто прошу вас, мой квартирный вопрос, я писала. Я одна осталась, у меня брат воевал, погиб, я никого не имею. Հասկանալի։ Ես կառնատը, ես Тухտը նկարվենք, թե քարտես։ Խնդրում եմ լիցես։ Спасибо вам большое. Կուրկեն հաստատ չի կպնի։ Հա, եկեք։ Բարև ձեզ։ Էսա մի րոպե երեխա հետ նկարվենք։
Բացի գագա։ Ահա։ Եկեք եղբայրելով ասում ակարը։ Պարոն Փաշինյան, շնորհակալ ենք Ես եմ ձեզանից։ շնորհակալ, ես եմ շնորհակալ։ Շատ ուրախ ենք մեր խաղաղության, մեր առողջության համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր ընտրածն եք եւ մենք միշտ ձեր հետ ենք։ Ես ուշադիր կլնեք չընկնի էլի հանկարծ։ Շնորհակալ եմ։ Բարձ մաշկալ կրենք։ Հայ։ Դովիսը տոնը կարող։ Ապագա Արի եղբայր։ Երեխեն թողիչնից զգուշ։ Քայլելու թույլ տակ, որ մեկնաբան ենք ինչի մար ենք քայլում, էլի։ Խնդիր չկա, մեկնաբան ենք։ Բայց արդեն բանը ժամանակի խնդիրել ունենք, էլի շատ էսա Նախորդ այցի ժամանակ 3 հատ բան եք ասել։ Ինչ։ Այս տանիքների հարցը, Այնա տանիքները սկսել են։ էսի չեն սկսել, էսի ժողովուրդն իրանց ուժերով են արել։ Հա։ չի, բայց ճանապարհը խոստացել ենք ճանապարհը։ Մեկ էլ ստադիոն։ Հիմա այս բանի անունը այս հրապարակի իրանց հատվածը, այդ սուբվենցիոն ծրագրի մեջ է այս տարի ենք անելու, մանկապարտեզն էլ ասֆալտը, պարոն Սարգսյան, հա։ Մանկապարտեզն էլ այս տարի կսկսեն կառուցել։ Հիմա տեղեկատվման աշխատանքներ են։ Հասկացա, պարոն Սարգսյան։ Այս գերեզմանոցի ասֆալտապատման Արցախյան պատերազմի ժամանակ Հա եղբայր։ Գոր 7 Զորան վարչապետ։ Շատ լավ եղբայր։ Մի հատ նկարվենք իրար։ Նա ինչ ասում։ Անկագին վարչապետ։ Քարտեզ։ Մեր օպե, մեր Էս շնորհակալ։ Արցախյան պատերազմի ժամանակ 7 զոհ ենք տվել։ Բայց հիմա հուշարձանը տեղ չունենք։ Չկա, չգիտեմ ինչի չկա։ Դե համայնքը պետք է զբաղ։ Մի խաչքարակ դրված երեխեքի խաղալու Դե հրապարակ։ պետքա բարեկարգ է կողքը, բայնա դրած է խաչքարը, բարեկարգ են կողքը, կլինի երեխեքն է թող խաղան, ինչ վատա որ։ Բա երեխեքի համար չի այդ զոհվածների զոհությունը երեխեքի համար չի եղել մեր զոհվածները։ Հարցը նրանում է, որ զինվորի հաց գողացող երեխեն ցեխ է շպրտում։ Դե եղբայր կնայենք որ պետքա բարեկարգել, բայց երեխեքն է թող խաղան, մեր նահատակների զոհությունը նրա համար է որ երեխեքը խաղաղ պայմաններում ապրեն։ Պարոն վարչապետ, նա ձեր զնաչոքից կարելի է թորնիկի համար։ Հաճույքով։ Մի հատ էլ եթե կարելի երկու հատ։ Պարոն Փաշինյան, ասի նկարվենք Չնկարվեցի։ Չէ։ Այդ քարտը Նկարեցիք, հաստատ։ Տալիս ենք եղբայր։ Ձեր գլխարկից ավել չունեք։ Չէ, գլխարկից չունենք։ Էլում քարտեզ։ Սաղս այսպես կանգնենք, մի հատ սաղից նկարվենք։ Կանգնեք, դե կազմակերպ եք։ Դե արեք սա Տեղի ողջունում եմ Ռուսաստանից։ ողջույն եղբայր, ողջույն։ Սաղը կանենք, մի հատ այսպես Ո՞վ է կազմակերպիչը։ Ինձ ասեք ես որտեղ կանգնեմ։ Ես տեղ կանգնեցի։ Արեք դեմը բացեք, մի հատ օբշի նկարվենք։ Օբշի նկարվում ենք։ Ժողովուրդ կանգնեք օբշի նկարվում ենք։ Սենց բան չի եղել ոչ միտեղ Գագարինը առանձնահատուկ։ Հենա մեծ ֆոտոյով։ Էլի բացեք, մի հատ սաղս նկարվենք։ Եղբայր, մեծ ֆոտով կդնենք, լսում եք, հետո ինտերնետում կդնենք, ինտերնետից կվերցնենք։ Շարվեք, դասավորվեք, եկեք։ Չէ տեն շատ եղբայր, շատ փոքր ես նկարում, մեծ նկարի, բայց նենց որ երևակ, մի քիչ նենց, կոկո։ Մի քիչ բացեք բանը։ Մի քիչ բացվեք։ Աշլենքոն, բացվենքոն։ Մենք էլ գիտենք մեզ չեք սիրում։ Սրտիկ։ Ով սրտիկ անել գիտի։ Հոպարեք, եկեք։ Բայց մեծ մասը նայում է, չի նկարվում։ Հա? Պարոն Միքայելյան, եկեք կադրի մեջ։ Ես գլխարկը ցենցանը ներևաս։ Դե շատ ապրեք, ծափեր։
Քարտես։ Ժողովուրդ, հիմա քարտես, ով քարտես ասում ասեք։ Խոսալու ժամանակ։ Հիմա ժողովուրդ քարտես, ով է քարտես։ Քարտես։ Ով ուզում։ Եղբայր սպասես քարտեզի հարցերը լուծենք, էլ ով ուզում քարտես։ Հիմա նկարվել է։ Տղաներ թողան նկարվեն։ Հաջան։ Պարոն Փաշինյան, մի հատ քարտեզից Խնդրեմ եղբայր։ Հիմա նկարվողները։ Ահա, հաջորդը։ Ով է նկարվում։ Տաջան։ Հա։ Այո։ Մի հատ էլ մտնենք մոմ վառենք ժողովուրդ ջան։ Սերյան ջան, հա ջան։ Ուղղակի ժողովուրդը որ մի քիչ է։ Քիչ չի, Չէ, այս Գագարինի այդ 65-ամյակն է որ։ Հա, գիտեմ։ Եկել են Ռուսաստանից ընդեն, սաղ ընդեն, ոչ չգիտեն, հա դե պատահական ենք, ծովակ եկան մարդիկ ասցին, պետք է մտնես։ Շնորհակալ ենք որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Ժողովուրդ ջան, դե արդեն պետք է գնանք։ Հաջան։ Հաջան։ Հաջույքով եղբայր։ Մի վարկյա։ Արագ էլի, բայց կարակ, հեռախոսները պատրաստ պահեք, որ հեռախոսները բացած պահեք, որ ժամանակ քիչ կորցնենք էլի։ Որտեւ որ հարցնում եք չեմ ասելու, չեք կարա նկարվեք, պատրաստ պահեք, որ տեղում նկարվեք։ Նայ։ Այս տարի պոեզները սաղ աշխատելու է։ Այս տարի որ հասցնենք հոյակապ կնենք։ Ես պետք է սաղին ապացուցեմ, որ դառնալու է։ 100%։ Լրիվ լելու է։ Տրիպ նախագիծը շատ արագ իրագործելու ենք, շատ արագ։ Շնորհակալ ենք Ժորժ ջան, հրավերյա։ Հաճիկով, այս այդ տղեկ տալիս են, որ հայ սենց ձեր աչքի առաջ են փոխանցում, որ գա տեղ ասում։ Տեսեք տղեկ, գնացին։ Պարոն Փաշյան, գնելես մի բան կարելի ասել։ Ասա եղբայր։ Ես Արցախից տեղանված եմ, զոհվածից ծնող։ Ուրեմն ես տեղ տուն եմ սարքի իմ ուժերով, հարկով տոկոսով։ Հիմա տունը չեմ կարող օրինականացնեմ, ասում են 91 թվի Իմ օգնականն է, էլի, կորդինատը փոխանց, նամակի մեջ, նամակը կփոխ։ Ժորժ ջան, շնորհակալ ենք բոլորիցդ, լավ եղեք։ Առաջ, լավ եղեք։ Մի րոպե, չնախատեսված այցը, Գագարին, ջերմեր ինչպես միշտ, շնորհակալ ենք սիրելի գագարենցիներ, սիրում ենք բոլորիդ։